Բարև ձեզ, Ազատ ձայն լրատվականը սկսում է հայագիտական ձայն արարատի հաղորդաշարը։ Այսօր խոսելու ենք հայոցին հավատքի, հայոց հնագույն դիցարանների և մեր պաշտամունքների մասին։ Թեման կշոշափենք Պատմության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, ազգագրագետ, դիցաբան Գոհար Վարդումյանի հետ։ Բարև ձեզ, Տիկին Վարդումյան։ Բարև ձեզ։ Ներկայացրի արդեն մեր թեմայի մասին, որ խոսելու ենք մեր հավատքի, հայոց հնագույն դիցարանների մասին եւ անմիջապես ուզում եմ անցնել առաջին հարցին, որոնք են մեր հնագույն հավատալիքները։ Հայերս, ինչպես աշխարհի բոլոր ժողովուրդները, ամենավաղնջական ժամանակներում ունեցել ենք պաշտամունքներ եւ հավատալիքներ կապված բնության տարրերի եւ երևույթների հետ, հողի, օդի, ջրի, կրակի, այնպիսի երևույթների, ինչպիսիք են կայծակը, երկրաշարժը, ի վերջո արևածագը, արևամուտը, այս բոլոր երևույթների եւ տարրերի հետ կապված են եղել որոշակի հավատալիքներ եւ ըստ այդմ պաշտամունքներ։ Բացի այդ, պաշտվել է մարդուն շրջապատող միջավայրը, բույսերը, բուսական աշխարհը, կենդանական աշխարհը եւ ձևավորվել են հավատալիքներ, օրինակ ասենք, տոտեմիստական հավատալիքներ, անիմիստական կամ ոգեպաշտական, ֆետիշիստական հավատալիքները։ Սրանք հավատալիքներ են, որ ունեցել են բոլոր հին ժողովուրդները եւ առհասարակ նույնիսկ այն ժողովուրդները, որոնք հնում չեն եղել, այլ ավելի նոր ժողովուրդներ են, նրանց հնագույն հավատալիքները նույնպես այս շրջանակներում են բնապաշտություն։ Տիկին Վարդումյան, մենք ունենք բազմաթիվ կոթողներ, որոնք ապացուցում են, որ մեր նախնիները որոշակի պաշտամունքներ են ունեցել։ Խոսենք այդ պաշտամունքների մասին։ Եթե նկատի ունեք օրինակ վիշապ քարակոթողները, ժայռապատկերները կամ ֆալոսները, ապա իսկապես դրանք կոթողներ են, որոնք շատ հատուկ են մեզ հայերիս։ Դրանցից ամենահները ըստ գիտական տվյալների իհարկե ժայռապատկերներն են, որոնք թվագրվում են մեր թվարկությունից առաջ գուցե 8-ից առաջին հազարամյակներով, եւ ժայռապատկերները սփռված են ողջ Հայաստանի տարածքով մեկ, ինչպես ներկայիս, այնպես էլ պատմական Հայաստանի, եւ հայկական ժայռապատկերները աչքի են ընկնում բովանդակության շատ մեծ դիապազոնով, այսինքն այնտեղ կան թե երկնային լուսատուներ, թե կենդանական աշխարհ, թե զանազան սխեմաներ, գուցե ասենք ջրային համակարգի սխեմաներ, թե շրջակա աշխարհագրական միջավայրի վիշապ քարակոթողները, որոնք նույնպես ողջ Հայաստանով մեկ սփռված են, վիշապ են կոչվում, որովհետև պայմանականորեն այդպիսի անուն են դրել, իրենք ձկնակերպ քարեկոթողներ են, մոտ 3-ից 5 մետր երկարությամբ, եւ այդ քարեկոթողների գլուխը կարող է լինի ցուլի գլուխ կամ խոյի գլուխ կամ եղնիկի գլուխ։ Հիմնականում ցուլի եւ խոյի են, որովհետեւ հայկական միջավայրում ցուլը եւ խոյը համարվել են պտղաբերության խորհրդանիշեր։ Եվ ըստ այդմ վիշապ քարակոթողները կապվում են ինչպես պտղաբերության պաշտամունքի, այնպես էլ ջրի պաշտամունքի հետ։ Վիշապները դա ջրի պաշտամունքը խորհրդանշող քարե մեծ կոթողներ են, որոնք կապում է աստղի դիցուհու հետ, որին փոքրասիական միջավայրում անվանել են նաև դերկետով։ Մյուս այդպիսի քարակոթողները դրանք ֆալոսներն են, որոնք խորհրդանշում են տղամարդու պտղաբերական ուժը, եւ ֆալոսներ նույնպես Հայաստանում շատ տարածված են, որը եւս մի անգամ գալիս է վկայելու, որ պտղաբերության պաշտամունքը հին հայոց դիցաբանական պատկերացումներում շատ որոշակի եւ մեծ տեղ է գրավել։ Տիկին Վարդումյան, ինչպես եւ երբ են ձևավորվել հայ դիցարանները, ինչպիսի փուլերով է տեղ ունեցել այդ ձևավորումը։ Անհիշելի ժամանակներից ամենավաղնջական։ Մենք նույնիսկ որևէ որոշակի հազարամյակ չենք կարող ասել։ Ես կարծում եմ, որ հավատքը մարդու գիտակցական եւ բնազդական մակարդակի ունակություններից մեկն է, որը ծնվել է հենց մարդ արարածի հետ միասին։ Այսինքն հավատալիքները փաստորեն ունեն ամենավաղնջական ծագում եւ մարդու հետ են։ Ինչ վերաբերում է դիցարաններին, ապա դրանց համար արդեն պետք է որոշակի մակարդակ հավատքային եւ աշխարհընկալման, որովհետեւ այդ հնագույն հավատալիքները դրանք հին մարդու աշխարհընկալումը, աշխարհ ճանաչողությունը եւ աշխարհը բացատրելու ունակությունն ու ձևն է։ Հնագույն մեր դիցարանները ծագել են ամենայն հավանականությամբ մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակից, երբ հայկական լեռնաշխարհում սկսել են ձևավորվել նախնական պետական կազմավորումները։
Պետական կազմավորումներ ասելով մենք չպետք է հասկանանք հիմիկվա պետությունները, մենք պետք է հասկանանք ամենահնագույն այն նախնական կազմավորումները, որոնք պետականության հիմքը կարող էին լինել։ Մովսես Խորենացու հայոց պատմությունում պահպանվել են առասպելախառն զրույցներ, որոնք իդեպ համարվում են մեր հնագույն վաղնջական էպոսի շերտերը եւ մեզ բոլորիս հայտնի են որպես հայկազունների մասին զրույցներ, Հայկ Նահապետի եւ նրա արդեն սերունդների։ Ամենամեր հին Աստվածը, որը մեր ազգածին Աստվածն է, դա իհարկե Հայկն է։ Հայկը ոչ միայն հայկական դիցաբանության մեջ է դրսևորվում, այլև շումերական դիցաբանության մեջ կա Էա կամ Հայա անունով գերագույն Աստված, որը շումերական դիցաբանությունում ներկայացում է որպես տիեզերական երկնային ջրերի ձկնակերպ իմաստուն Աստված։ Այսինքն մենք այստեղ ունենք տիեզերքը խորհրդանշող, ունենք իմաստությունը խորհրդանշող, որովհետև այդ Հայա կամ Էա Աստվածը պիտի հուշի ուտնապիշտիմին, թե ինչպես եղեգնից տապան կառուցի, որպեսի փրկվի ջրհեղեղից, սա աստվածաշնչային ջրհեղեղի 3-րդ հազարամյակի նախապատումներն են, որոնք հետագայում Աստվածաշնչում արդեն գրառվել են որպես քրիստոնյաների սուրբ գրքի պատումներ։ Վերադառնալով հայկական հայկին, ասեմ, որ Մովսես Խորենացին շատ մանրամասն նկարագրում է, որ հայկը առաջին դյուցազուններից էր, դյուցազուն նշանակում է աստվածազար, այսինքն աստվածների ցեղից, որ նա առաջին աստվածազարներից էր, դյուցազուններից էր, որը կռիվ է մղում սեմական ցեղերի առաջնորդ Բելի հետ, այդ կռիվը ամենայն հավանականությամբ տեղի ունեցել Վանա ծովակի ափին, որովհետև ասում է աղիք ջրերով ծովակ, եւ այդ կռվում հայկը հաղթում է հակառակորդ թշնամուն, որը ուզում էր ստրկացնել իր ժողովրդին։ Մեր պատմահայր Խորենացին գրում է, որ Բելին սպանելուց հետո, հենց այդ սպանելու տեղում ինքը ավան է հիմնադրում, որը կոչվում է Հայկաշեն, եւ մեր երկիրը նրա անունով կոչվեց Հայկ, եւ մեր ժողովուրդը իր անունով կոչվեց հայեր։ Մենք ունենք պատմական ավանդությամբ մեզ հասած զրույց, որը պատմում է մեր ժողովրդի ծագման մասին, եւ ունենք նահապետ նախահայր Աստծուն իդեմս Հայկի, բայց Հայկը մեր միակ նահապետ նախահայր Աստվածը չի, որովհետեւ Խորենացին շարունակում է իր պատմությունը ասելով, որ հայկազուններից Արամը, որը նույնպես պայքարեց թշնամիների դեմ, թե հարավային, թե արևելյան եւ թե արևմտյան կողմում 3 տարբեր հսկաների դեմ պայքարներ մղեց, երկրի սահմանները ընդարձակեց այնքան, որ մեր հարևանները սկսեցին մեզ նրա անունով անվանել արմեններ եւ երկիրը Արմենիա։ Եվ Խորենացին շատ որոշակիորեն է ասում, առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ հայքերը միացրեց մեծ հայքին եւ այդտեղի ժողովուրդների մեջ տարածեց հայոց լեզուն, այսինքն բոլորը արդեն դարձան հայախոս։ Այսպիսով մենք ունենք 2 անվանադիր ազգածին նախնիներ, իդեմս Հայկի եւ Արամի, որոնցից Հայկի անունով մենք ենք մեզ անվանում եւ մեր երկիրը հայեր Հայաստան, իսկ Արամի անունով օտարներն են մեզ անվանում Արմենիա եւ արմեններ։ Աստվածների այս հնագույն ազգածին նախնիների շերտի մեջ շատ կարևոր է նաեւ Արայի կերպարը։ Արան նույնպես հայկազուն է եւ խորհրդանշում է մեռնող եւ հարություն առնող աստվածների մասին պատկերացումները։ Գիտենք, որ Խորենացին պահպանել է Արագեղեցիկի եւ Շամիրամի զրույցը։ Սա ընդհանրապես զրույց չի, սա առասպելախառն եւ պատմական հենք ունեցող մի պատմություն է, որը վկայում է այն մասին, որ դեռ այն հեռավոր ժամանակներում, մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակի կեսերին, Արան հին հայոց դիցաբանական պատկերացումներում, բացի Խորենացու պահպանած զրույցից Արագեղեցիկի եւ Շամիրամի մասին, եղել է նաեւ մեռնող առնող բնության Աստված, որովհետեւ բոլոր այն ցեղերը, որոնք ունեն տարվա 4 եղանակներ, ձմեռ, ամառ, գարուն, ձմեռ եւ ձմեռվա մի տեսակ մեռած սառած վիճակից գարնանային զարթոնքը կա, արդեն ժողովրդի պատկերացումներում ձևավորում է գարնանային զարթոնքի Աստվածը։ Արան գարնանային զարթոնքի եւ գարնանային երկրագործական աշխատանքների Աստվածն է։
Դրա հետ կապված մի ամբողջ դիցաբանական աշխարհ է, որը արարչագործական աստվածների շարքն է դասում Արային, եւ ըստ խորենացու հայոց աշխարհում Արայի անունով է անվանադրվել Այրարատը, Արագած սարը, Արարատ լեռը, Արայի լեռը։ Այսինքն մենք իդեմս Արային նույնպես ունենք մի վաղնջական աստված, որը թե որպես պատմական հերոս է ի հայտ գալիս որպես երկրի թագավոր, հեթանոսական ժամանակներում Արան ամենայն հավանականությամբ հարություն առել է, որովհետև նա հարության աստվածն է, մեռնող հարնող աստված է։ Խորենացին որպես քրիստոնյա պատմիչ չէր կարող նրա հարությունը նույնպես նկարագրել։ Համենայն դեպս խորենացին շատ մեծ սիրով է նկարագրում այդ ամենը եւ Արային ինքը ցույց է տալիս որպես երկրին հավատարիմ, ընտանեկան օջախին հավատարիմ, իր կնոջը հավատարիմ ժողովրդի առաջնորդ եւ ժողովրդի համար պայքարող եւ իր ժողովրդի համար կյանքը զոհող։ Չորրորդ կերպարի մասին կուզեի խոսել, դա Հայկի թոռ Պասքամի որդի Տորկն է, որը հայտնի է դարձյալ խորենացուց որպես Տորկ անգեղ։ Փաստորեն հնուց ունեցել են գեղեցիկի եւ տգեղի, որտեղ խորենացին ասում է դեմքի ժահադիմության պատճառով իրեն անգեղ էին անվանում, այսինքն տգեղ։ Արա գեղեցիկ եւ Տորկ անգեղ, որոնք հետագայում որպես փիլիսոփայական կատեգորիաներ առանձին ուշադրության են արժանի եղել գեղեցիկի եւ տգեղի կատեգորիան։ Մյուս կողմից Տորքի մասին խորենացին գրում է, որ եղունգներով ժայռերի, ահռելի ժայռեր էր փորում եւ գրեր եւ պատկերներ էր փորագրում, արծիվներ եւ զանազան գրեր, որից մենք կարող ենք եզրակացնել, որ Տորքը ամենայն հավանականությամբ եղել է մեր գրչության հնագույն աստվածը։ Ամենայն հավանականությամբ նրա տոտեմական նախահայրը անգղի հետ է կապվել։ Տիկին Վարդումյան, խոսենք հաջորդ փուլի մասին։ Արատապետությունը նույնպես ունեցել է իր հավատքը, կրոնը, մշակույթը։ Խոսենք կրոնի մասին, հավատալիքների։ Արատան մի պետություն էր, մի երկիր էր, որը գոյատևել է մեր թվարկությունից առաջ դարձյալ 3-րդ հազարամյակում եւ ունեցել է իր դիցարանը։ Արատա դիցարանը նույնպես թվագրվում է մեր թվարկությունից առաջ 3-րդ հազարամյակով եւ իրենից ներկայացնում է 4 աստվածներից բաղկացած ընտանիք, որի գլուխներ Էյա կամ Հայա գերագույն աստվածը, գերագույն դիցամայրը, նրանց որդին եւ դուստրը։ Ինչով է այս ընտանիքը հետաքրքիր, սա փաստորեն ձևավորված դիցարան է, որը ընտանեկան դիցարան է, որպեսզի մենք հետո կտեսնենք նաև մեր թվարկությունից առաջ առաջի հազարամյակի մեր դիցարանում։ Արատայի դիցարանի ամենանշանակալի կերպարը իհարկե Հայա կամ Էյա աստվածն է, որին շատ ուսումնասիրողներ նույնացնում են Հայկի հետ։ Եվ այս աստվածը հետաքրքիր է նրանով, որ հնագույն իմաստության աստվածն է տիեզերական ջրերի, որի հետ կապվում է նաև համաշխարհային ջրհեղեղի մասին ասքերը, նրա մասին պահպանվել է շումերական Էնումա Էլիշ կոչվող լեգենդում, էպոսում կամ ինչպես նաև Գիլգամեշ էպոսում։ Եվ ըստ շումերական էպիկական ասքերի, պատումների, այս գերագույն աստվածը ամբողջ այդ տարածաշրջանի ժողովուրդների պատկերացումներում շատ որոշակի դեր է կատարել իր իմաստությամբ, իր հովանավորությամբ եւ ժողովրդի փրկությամբ։ Փաստորեն, եթե մենք Ուտնապիշտիմի հետ կապված առասպելը նայենք, որ ինքը Ուտնապիշտիմին հուշում է, որ Եղեգնից նավ սարքի, տապան սարքի եւ փրկի, սա մարդկությունը փրկող Աստծո կերպար է։ Հայասապետությունը գոյատևել է մեր թվարկությունից առաջ 15-ից 13-րդ դարերում եւ հարևան է եղել խեթական հզոր թագավորությանը եւ խեթական աղբյուրներում էլ հենց պահպանվել են տեղեկություններ Հայասայի մասին։ Եթե Արատայի մասին տեղեկությունները շումերական աղբյուրներից են հայտնի, Հայասայի մասին տեղեկությունները խեթական աղբյուրներից։ Եթե խեթական հզոր տիրությունը չի պահպանվել, ապա հիշողությունները այս երկրի մասին պահպանվել են եւ մի արձանագրության մեջ վկայակոչվում են հազարավոր խեթական աստվածները եւ հայասական աստվածները։ Խեթական դիցանից մենք ունենք ընդամենը 14 դիցան։
Այդ դիցանները առաջի հայացքից շատ օտարոտի կարող են մեզ հնչել, որովհետև դրանք ըստ էության գաղափարագրեր են, իդեոգրամմաներ են, որոնց արտասանությունը հայերենի արտասանության հետ առանձնապես չի նույնանում։ Ինչևէ, գերագույն զույգը ուգուր կամ ոգոր եւ ինանա կամ իշտար։ Այստեղ տարընթերցումների հարցեր են։ Ուգուրի մասին որոշ ուսումնասիրողներ համարում են, որ ինքը Անդրշիրիմյան աշխարհի աստվածն է, որոշ ուսումնասիրողներ ըստ այդմ համարում են դարձյալ մերժնողարություն առնող աստված, որոշ ուսումնասիրողներ էլ համարում են որոտ կայծակի աստված։ Իր զույգը, որը Իշտար կամ Ինանա գաղափարագրով է, միջագետքյան եւ փոքրասիական աստվածուհի է, որը շատ հայտնի դիցուհի է, որի ակունքները դարձյալ 3-րդ հազարամյակից են գալիս, եւ պտղաբերության, դիցամայր, գերագույն աստվածուհի, այսպիսի գործառույթներ են ունեցել։ Կա Սիլիլի անունով աստված, կա Բալթայի կանունով աստված, որի անունը ստուգաբանվում է որպես փայլուն, պայծառ, եւ դրանց մեջ նաեւ հիշատակվում է 3 որոտ կայծակի աստված, 3 քաղաքի հովանավոր։ Ընդ որում ասեմ, որ գերագույն աստված ոգորը համարվում է երկրի կենտրոն հենց Հայասայի հովանավորը։ Տիկին Վարդումյան, հաջորդ փուլը արդեն Վանի թագավորությունն է, որը ուներ ձևավորված դիցարան, հավատալիքներ, կրոն, իր աստվածները, խոսենք դրանց մասին։ Սա արդեն շատ հարուստ, ճոխ եւ բավականին լավ մեզ հասած դիցարան է։ Վանի ժայռախորշի մհերի դռան արձանագրության շնորհիվ, որը պահպանվել է եւ որի վրա կան մոտ 80 դիցանուններ եւ սրբությունների անուններ։ Այդ դիցարանում գծագրվում է նախ գերագույն եռյակ։ Տեսեք ոնց է լինում, ուրեմն արատական դիցարանում ընտանիք էր, հետո գալիս է հայասական դիցարանը, այս հազարամյակից հազարամյակ որ գանք, գերագույն զույգ էր, իսկ ուրարտական դիցարանում մենք ունենք արդեն գերագույն եռյակ, բայց սա ընտանիք չի, սրանք ամուսնական զույգեր են, այսինքն գերագույն տղամարդ աստվածներ եւ գերագույն կին աստվածներ։ Խալդի աստվածը ամենագլխավոր աստվածն է, Ուրարտուի ամենասիրված եւ ամենաշատ իրեն տաճարներ նվիրված, ամենաշատ սրբություններ, պաշտվել են Խալդիի դրոշը, ձին, Խալդիի հետ կապված ամեն ինչ խորը պաշտամունքի առարկա է եղել եւ նրան է նվիրված եղել Արդինի Մուսասիրում Խալդիի տաճարը, որտեղ շատ մեծ հարստություններ են եղել եւ երբ որ Սարգոն թագավորը ասորական Խալդիի տաճարը ավերեց, ռուսա թագավորը Ուրարտուի հասկացավ, որ արդեն իր երկրի վախճանը մոտ է, բայց դեռ վախճանին չհասնենք։ Խալդին գերագույն աստվածներ, աստվածների հայրը, մարդկանց արհեստներ, արվեստներ, գիտություններ սովորեցնողը, Խալդիի զենքը դա ամենահաղթ զենքն էր, Խալդիի կինը, Արուբանի կամ Բագբարտու դիցուհին, դա էլ արդեն ուրարտական դիցամայրն է։ Արուբանի կամ Արուբայինի Բագբարտու կամ Բագմաշտու, Բագ բառի մեջ արդեն բոգ բառը գծագրվում է, Բագմաշտուն որպես իմաստության մաստ, իմաստ, այդպես է ստուգաբանվում անունը, Բագբարտուն էլ բար բառի հետ է կապվում, այսինքն բերք ու բարիքի իմաստության դիցուհի։ Այս գերագույն զույգը մարդկանց եւ աստվածների հովանավորներն էին, մարդկանց ամեն ինչ սովորեցնող, ամեն ինչ տվող, պտղաբերության աստվածները բերքի, բարիքի, կենդանիների հովանավոր, ամեն ինչի հովանավոր։ Բացի այդ, ինչպես դեռ հայկն էր արևը խորհրդանշող աստված եւ մի ամբողջ համաստեղություն էր նրան նվիրված, հետագայում արևը խորհրդանշող աստված է եղել նաեւ Խալդին, թեպետ ուրարտական դիցանում մենք ունենք նաեւ արև աստված։ Երկրորդ գերագույն աստվածը Թեյշեբան է, որոտ կայծակի աստվածը, ասեմ, որ ամբողջ առաջավոր ասիական եւ միջերկրածովյան տարածաշրջանում որոտ կայծակի աստվածներ կան։
Գիտենք հունական Զևսը, հռոմեական Յուպիտերը եւ հայկական Թեյշեբան, հետո էլ Արամազդը պիտի գա արդեն համահայկական դիցարանում։ Թեյշեբայի հիմնական պաշտամունքային կենտրոնը Թեյշեբայինի քաղաքն էր։ Ուրարտացիները իրենց աստվածների անուններով քաղաքներ էին կառուցում։ Թեյշեբայի զույգը Խուբա դիցուհին էր, որը նույնպես որոտ կայծակնային դիցուհի էր եւ անցնելով երրորդ արդեն աստվածազույգին դրանք Շիվինի արևի աստվածներ եւ իր կինը Տուշպուեան։ Գիտենք, որ Վանի թագավորության մայրաքաղաքը Տուշպավանն էր եւ Տուշպուեան հենց Տուշպա քաղաքի հովանավոր դիցուհին էր։ Այս երեք հովանավոր աստվածները իրենց կին աստվածուհիների հետ միասին հովանավորում էին ողջ երկիրը։ Բացի մահերի դրան արձանագրությունից պահպանվել են նաև ուրիշ արձանագրություններ նույնպես, որոնցում նույնպես կան ուրարտական կամ Վանի թագավորության աստվածներ, ունեցել են երկնային լուսատուները եւ մոլորակները անձնավորող աստվածներ։ Արդի, Սարդի, Շելարդի, Ծինուարդի։ Այս բոլորի անուններում կա արդի բառը, որ նշանակում է աստղ լուսատու։ Եվ սրանք եղել են մոլորակների եւ լուսնի, մասնավորապես Մերկուրի, Վեներա, Մարս եւ Լուսին։ Մոլորակների եւ լուսնի աստվածները։ Եվ ինչ է սա վկայում։ Սա վկայում է, որ Վանի թագավորությունում հայտնի են եղել այս երկնային լուսատուները, որոնք եւ աստվածացվել են։ Կուզենայի հիշատակել Աստիուզի կոչվող աստվածը։ Աստիուզի բառը շատ նման է աստված բառին։ Եվ շատ հնարավոր է, որ ուրարտերենում աստված անունով այդպիսի հենց աստված է եղել։ Արածա անունով աստված ունեն, որը ուսումնասիրողները կապում են արածել բառի հետ եւ արոտավայրերի աստված են համարում։ Իվարշա անունով աստված ունեն, Խուտուինի, սրանք ուրարտական անուններ են։ Երկսեր աստված է եղել Իվարշան, Խուտուինին եղել է հոգիները տեղափոխող աստված, այսինքն այն աշխարհից այս աշխարհ հոգիները տեղափոխող։ Եվ ինչն է հետաքրքիր, որ այս բոլոր աստվածուհիներին որոշակի տոնակատարություններ են նվիրված եղել եւ նրանց զոհաբերել են կենդանիներ։ Տղամարդ աստվածներին զոհաբերել են արու կենդանիներ եւ քանակով ավելի մեծ, իսկ դիցուհիներին զոհաբերել են էգ կենդանիներ, քանակով իհարկե շատ ավելի փոքր, որտեղ էգ կենդանին սերունդ է տալիս, էգ կենդանուն շատ հազվադեպ են զոհաբերում։ Գերագույն եռյակին զոհաբերել են ցուլեր, իսկ կանանց դիցուհիներին զոհաբերել են կովեր, բայց միայն գերագույն եռյակից արուբանի դիցուհուն են կով զոհաբերել, մյուսներին զոհաբերել են էգ ոչխարներ, իսկ մյուս աստվածներին զոհաբերել են խոյեր։ Տիկին Վարդումյան, այս բոլոր փուլերին հաջորդում է հեթանոսության շրջանը, որը շուրջ 5-6 դար եղել է տիրել է հայկական լեռնաշխարհում, խոսենք նաև հեթանոսության մասին, աստվածների մասին, ովքեր էին նրանք, որտեղից են եւ մեր հին հավատքից ինչ էր մնացել հեթանոսության շրջանում։ Հեթանոս բառը առաջացել է հին հունարեն էթնոս բառն է դա, որ նշանակում է ազգցեղ ժողովուրդ, այսինքն հեթանոսական նշանակում է ազգային։ Հեթանոսական աստվածներ, դրանք ազգային աստվածներ են, որոնք հատուկ են հին քաղաքակրթություններին։ Ինչ վերաբերում է մեր թվարկությունից առաջ առաջի հազարամյակի արդեն հետուրարտական շրջանի դիցարանին, դա կարելի է արդեն անվանել համահայկական դիցարան, նույնպես շատ հետաքրքիր դիցարան է այն առումով, որ դարձյալ ունենք գերագույն զույգ, Արամաստ եւ Անահիտ, դիցահայր եւ դիցամայր, եւ ունենք նրանց ուստրերը եւ դուստրերը։ Ուստրերն են Միհրը եւ ոմանք Վահագնին են համարում որդի, իսկ դուստրերն են Նանեն եւ Աստրիկը։ Կա եւս մի աստված, դա Տիրն է, որը համարվում է Արամազդի գրագիրը եւ Սուրհանդակը։ Եվ ունենք երկրորդական արդեն աստվածներ, որպիսիք են Վանատուրը, Ամանորը, Դեմետրը, Կիսանեն, Բարշամինան եւ Սպանդարամետը կամ Սպանդարմատը։ Գերագույն զույգը աստվածների հայր եւ մայր, ընդ որում որոշ աղբյուրների համաձայն Անահիտը Արամազդի դուստրն է, որոշ աղբյուրների համաձայն կինն է, որոշ աղբյուրների համաձայն քույրն է։
Արամազդը, ինչպես եւ ուրարտական խալդին դիցահայրներ, բոլոր գործառույթները ուներ ինչ որ ուրարտական խալդին ուներ եւ խորենացու եւ Ագաթանգերոսի ստեղծագործություններում իրեն մեծարում են մակդիրներով Արի մեծն Արամազդ եւ նրան են դիմել թագավորները պատերազմ գնալուց առաջ։ Բայց հետաքրքիր է, որ ոչ միայն Արամազդին են դիմել, որը գերագույններ որոտ կայծակի ահեղ աստված էր, այլ նաև Անահիտ Դիցուհուն, որը նույնպես երկրի հովանավոր դիցուհի էր եւ ժողովրդի կողմից սիրվածության առումով Արամազդից ամենևին հետ չէր մնում։ Եվ ինչքան Արամազդին նվիրված տաճարներ կառուցվեցին այդ շրջանում, նույնքան էլ Անահիտին նվիրված, եթե ոչ ավելի։ Անահիտ Դիցամորը մեծարում էին ոսկե մատն, ոսկե ծղի, ոսկեհեր մագդիրներով եւ գիտենք, որ հիմա կան շատ ժողովրդական երգեր ոսկեհեր Անահիտի մասին։ Անահիտը համարվում էր անարատության, անմեղության, պտղաբերության դիցուհի։ Խոսենք դուստրերի մասին, դուստրերից Աստղիկը եւ Նանեն կարծես կիսեցին Անահիտի գործառույթները, Աստղիկը ժառանգեց գեղեցկության եւ սիրո գործառույթները, Նանեն ժառանգեց մայրության գործառույթը։ Եվ ըստ այդմ Աստղիկը հին հայոց սիրո եւ գեղեցկության աստվածուհին է եղել, Աստղիկի հետ կապված շատ ժողովրդական զրույցներ կան, որոնցից ամենահիշարժաններից է Մշոդաշտի անվան հետ կապված զրույցը, ըստ որի Աստղիկ Դիցուհին ամեն օր, երբ մութը ընկնում էր, աղջամուղջին սովորություններ լողանալու գրգուր գետում։ Եվ տեղի կտրիչները դա տարոնում է։ Տեղի կտրիչները իմանալով, որ այդպիսի սովորություն ունի, կրակ են վարում, որ Դիցուհու գեղեցիկ մերկությունը տեսնեն, բայց քանի որ նա Դիցուհի աստվածուհի է, իմանում է եւ Մշուշով է պատում այդ ամբողջ դաշտը, որի անունից էլ առաջացել է Մշոդաշտի անունը։ Շատ գեղեցիկ զրույց է եւ նմանատիպ զրույցներ Աստղիկի հետ կապված շատ կան։ Խորենացին Աստղիկի մասին խոսում է որպես Նոյի դստեր, որը դեռ ջրհեղեղի ժամանակներից արդեն, եթե Նոյի դուստերն է, ուրեմն դեռ ջրհեղեղի ժամանակներից կա։ Նանեն եղել է ընտանեկան հմտությունների, արհեստների, արվեստների, օջախի հետ կապված, ընտանեկան կենցաղի հետ կապված ամեն ինչի հովանավորն է եղել Նանեն։ Գերագույն զույգի որդի է համարվում Միհրը։ Միհրը մի այնպիսի աստված է եղել, որի պաշտամունքը հին աշխարհում շատ տարածված է եղել, հայոց մեջ Միհր անունն է, այ ժողովուրդների մեջ արդեն Միթրա անունով, Հնդկաստանից մինչև Հռոմ, Միթրայի պաշտամունքը տարածված է եղել։ Միհրը եղել է արևի աստվածը, եղել է արդարադատության աստվածը, իրավապահպան աստվածը եղել։ Հաջորդ աստվածը Վահագնն է, որը ըստ որոշ հետազոտողների Արամազդի Անահիտի երկրորդ որդին է, բայց նաև հայտնի է, որ Վահագնը Աստղիկի սիրեցյալն ու ամուսինն էր եւ նրանք ունեցել են սենյակ Աստղկա եւ Վահագնի տաճար։ Վահագնը նույնպես արևային աստված է, արևի պաշտամունքը հայոց մեջ շատ տարածված է եղել։ Վահագնը նաև ռազմի աստվածն է համարվում։ Ըստ Խորենացու եւ Ագաթանգերոսի պատերազմից առաջ ռազմի աստված Վահագնին էին դիմում։ Վահագնը այն աստվածն էր, որը սպանեց Վիշապին, որը խավարն էր խորհրդանշում եւ մարդկությանը բերեց լույսը, այսինքն ամեն Աստծո օր, այսպես ասած, լույսը խավարի դեմ պայքարում է եւ բերում է արևի լույսը եւ ջերմությունը աշխարհին։ Առանձնահատուկ են Ամանոր եւ Վանատուր կոչվող աստվածները, սրանց մասին հիշատակություն ունի Ագաթանգերոսը, որը ասում է Նավասարդի նոր պտղոց տոնին Ամանոր, Վանատուր եւ ամենաբեր աստվածները հովանավորում են այդ տոնը, ընդ որում Ամանորը փաստորեն հենց նոր պտղոց, այսինքն նոր տարվա Նավասարդյան տոնակատարությունների հովանավոր աստվածն է, Վանատուրը այն աստվածն է, որ ուխտագնացություն եկողներին օթևան է տալիս, եւս մի Աստծո անուն են ասում ամենաբեր կամ ամենաբեղ, բեղուն եւ բերք բարիք։ Նույն համատեքստում է հիշատակվում, դարձյալ նկատի ունի Նավասարդյան պտուղների բեղունությունը եւ բերք ու բարիքի տոնը։ Բարշամին անունով աստված եւ նրա բյուրեղապակյա արձան է եղել, սպիտակափառ արձան, ունեցել ենք զույգ աստված Դեմետր եւ Գիսանե։ Ի վերջո ունեցել ենք աստված Սպանդարամետ կամ Սանդարամետ կամ ինչպես ոմանք են կապում դա դժողքի հետ,
Սանդարամետ, Սանդարք։ Այս Աստծո մասին էլ հետաքրքիր մոտեցումներ կան, կարող է նույնիսկ ինքը երկսեռ Աստված է, որտեղ եթե արմատների դիցուհին է, ինքը կին է, եթե դժոխքի հովանավորն է կամ ստորգետնյա աշխարհի, ինքը տղամարդ է։ Հիշեցնեմ, որ Ուրարտական դիցարանում նույնպես ունեինք երկսեռ Աստված, ընդհանրապես հին դիցարաններում երկսեռ Աստվածներ եղել են։ Հայկական Տավրոսի լանջերում մի արձանախումբ կա, որը հայտնի է որպես Կոմագենեի Պանթեոն դիցարան։ Հետաքրքիր է, որ այդ արձանախումբը երկու օրինակով է եւ արհեստական բլրի վրա է 50 մետր բարձրությամբ արհեստական բլուրը, չգիտեմ ինչու ոչ ոք սրա վրա ուշադրություն չի դարձնում, այդ բլուրը արհեստական է, այսինքն մարդիկ են դա կառուցել, իսկ այն ժամանակների համար 50 մետր բարձրությամբ արհեստական բլուր կառուցելը իհարկե շատ դժվար պիտի որ լիներ։ Դրան գումարած բլուրի արևելահայաց եւ արևմտահայաց լանջերին նույն արձանախումբն է, այսինքն այդ արձանախումբը դիմավորել է արևածագը եւ ճանապարհ է դրել արևին դեպի արևամուտ։ Սա արևապաշտության եւս մի փաստորեն արդեն քանդակագործային եւ ճարտարապետական հուշահամալիր է, որի հեղինակը եղել է Անտիոքոս Երվանդունի թագավորը եւ դա ինքը դամբարանադաշտ է կառուցել իր արքայական տոհմի համար։ Եվ այնտեղ կան Արամազդի, Վահագնի, Միհրի արձանները, որոնք նախնապես գահավորակներին են նստած եղել, 8 մետր բարձրություն ունեն այդ գահավորակներով նստած աստվածները։ Կոմագենեի հովանավոր դիցուհին է, որի գլխազարդը ամբողջը պտուղներից, հասկերից բաղկացած մի գեղեցիկ գլխազարդ է եւ Անտիոքոս թագավորը ինքը։ Բացի մարդկանց կերպարանքներից կան նաև առուծի եւ արծվի կերպարներ, քանդակներ, որոնք խորհրդանշել են արքայական իշխանությունը։ Աստվածների այս վերջին խումբը իր անուններով, տաճարներով, արձաններով, իդեպ ըստ գրավոր վկայությունների նույնիսկ ոսկե արձաններ են ունեցել այս աստվածները, օրինակ Արամազդը, Անահիտը, Արտամետում, Բագարանում, Եկեղիքում, որը այն ժամանակ կոչվել է անահտական, այսինքն Անահիտի պաշտամունքին նվիրված Աշտիշատում, շատ տեղերում այս աստվածուհիների արձանները, սրբավայրերը, բագինները եւ մեհյաններն են եղել, որոնք ցավոք սրտի չեն պահպանվել է միայն Գառնի տաճարը, որը Միհր Աստծոն է նվիրված։ Այս դիցարանը պահպանվել է ընդհուպ մինչև քրիստոնեության ընդունումը Հայաստանում։ Եվ Ագաթանգեղոսի նկարագրություններից մենք իմանում ենք, թե հայկական որ գավառում, որ Աստծո տաճարը, բագինը կամ մեհյանն է եղել։ Շնորհակալություն Տիկին Վարդումյան, սիրելիներս, այսօր այսքան, հիշեցնեմ, որ մեր հյուրն էր Գոհար Վարդումյանը։ Հաջողություն կհանդիպենք։